Ողջույն սիրելիներս, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը։ Իմը շատ լավ, արտակարգ, հիանալի տրամադրություն ունեմ, չէ որ այսօր մայիսի 1-ն է և աշխատավորների օրն է, ուզում եմ շնորհավորել բոլոր մեր աշխատավորների օրը, բոլորին։ Դա սիրելիներս երևի վերաբերվում է բոլորին, որովհետև կապ չունի, երբ որ մարդը ասենք թե ուրիշ տեղ էլ չի աշխատում, բայց տանն է կատարում աշխատանք, այնպես որ շնորհավորում եմ բոլորի տոնը։ Թող բոլոր մեր աշխատավորները լինեն առողջ։ Ամենակարևորը առողջությունն է այս կյանքում։ Եթե առողջ չլինես, ապա ոչ մի բան քո կյանքում չի ստացվի, թեկուզ ունենաս ամենալավ աշխատանքը, ամենալավ վարձատրությամբ աշխատանքը, որ այդ աշխատավարձով դու ոչ մի խնդիր չունես ապրելու, եթե չունենաս առողջություն, ապա այդ բոլորը զրո է։ Դրա համար է, սիրելիներս, ես ցանկանում եմ միայն մի բան, որ լինեք առողջ և աշխատանքը կլինի ինչ էլ որ լինի, ամեն քայլում էլ աշխատանք կա և հավատացեք, ոչ մի աշխատանք անպատվաբեր չի։ Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, դա փոխաբերական իմաստով է, բայց այո, աշխատանքը շատ լավ բան է, սիրելիներս, աշխատեք, մի ամաչեք, թեկուս են հավաքարար, որ կա, աշխատում են մաքրուհի բան, վատ են զգում, դա հպարտանալու աշխատանք է, դա ամաչելու չի, որովհետև եթե մարդը ձգտում ունի աշխատանք և իր ընտանիքին ինչ-որ բանով օգնելու, դա գերագույն աշխատանք է համարվում, շնորհավորում եմ բոլորի տոնը։ Պատրաստում ենք բուխանկա, սեռի բուխանկա։ Գնդում եմ դնեմ ֆորմաների մեջ, որպեսզի հասունանա։ Իսկ դեժի մեջ մատնաքաշի խմորն է պտտվում։ Ես էլ ասեմ ինչը մատնաքաշի խմորը պտտվի լինի պատրաստ, սեռի բուխանկա կխեմ, արանքից դուրս գա։ Կտրում եմ 420 գրամ, այսպես գնդում և դնում եմ իրան համապատասխան ֆորմայի մեջ։ Այսօր սաղ գիշեր պետք է հասցնեմ, որովհետև պատվերները շատ են, չեն կարողանում պատվերների մեջ տեղավորվել և ես եկել եմ, որ հասցնենք, գոյնեմ մի քիչ օգնություն մեր հասցուխին։ Տեսակ ասեք, բա բուխանկայի խմորը ոնց եք անում, տեսակ ասեմ ոնց եմ անում, ինչեր եմ անում, վերցնում եմ սեռի ալյուր և սեռի ալյուր 1 կիլոգրամ ալյուրի 20 գրամ աղ, 10 գրամ դրոշ, 600 գրամ ջուր։ Լինում է նորմալ լտիր սեռի խմոր, կարող եք դուք էլ տանը պատրաստել, շատ հաջող է լինում։ Ես մեկը նախընտրում եմ սեռին, թե լավաշը, թե հացը, նախընտրում եմ սեռին, որովհետև սեռին շատ դիետիկ է, շատ առողջարար է։ Հեսա մի հատ էլ տեսնեմ մատնաքաշի խմորի պնդությունը, մի քիչ թույլ է, հեսա ալյուր ավելացնեմ, հեսա բուխանկան վերջացնեմ, մատնաքաշը կանեմ, կտեսնեք, մատնաքաշի խմորը, որ պատրաստում եմ, պետք է կես ժամից 40 րոպե պտտվի դեժի մեջ, հետո անջատելու եմ 3 անգամ է 15 րոպեն մեկ եմ, անելու որպեսզի հումսը տեղը լինի, դա շատ կարևոր է, եթե նման ձև չանես, խմորը տեղը տեղին չի լինի։ Հեսա կլորիկ սեռիներ էլ եմ պատրաստելու, դա էլ է շատ հաջող լինում, ինքը կլորիկ հացիկներ է։ Խանութում պատկերացրեք, այսօր ժամը 1-ից մենք հաց չենք ունեցել վաճառքին,
այդպես շուտ են վերջացել և բաղբանել բավականին մեծ թվով հացի պատվեր ունենք։ Վաճառքը շատ լավ է, սպառումը տեղը տեղին հարկ տիրոջը, գոհ ենք, շնորհակալ ենք։ Տեսնենք, հեսա մի հատ ուրիշ ֆորմա է բերեմ։ Սրանք դնեմ թող հասունանա։ Տակ տեղ եմ դնում, որ հասունանա, որովհետև Պեշտը միացրել եմ և տակը լրիվ տակ է ու լրիվ նորմալ ձևով կբարձրանա։ Պարտադիր պետք է տակ տեղ դնենք։ Չնայած մեր թռում շատ տակ է, բայց դե ոչ։ Մի հատ էլ գնդում եմ այսպիսի ֆորմայի մեջ իրար կպած։ Մի հատ ձեթում ենք, համպայման, որպեսզի մեջից հեշտ դուրս գա, չկպնի։ Շարունակում ենք։ Մինչև գնդելը մի հատ տեսնեմ մատնաքաշի խմորի բնությունը։ Համարյա թե նորմալ է, մի փոքր է ուզում ալյուր, այսքան է, որ լցնեմ լրիվ բավական կլինի։ Լուսինեն շատ ասիկան, Լուսինեն։ Հա, շատ համով է այդ կլորիկ սեռի հացերը, շատ։ Լուսինեն շատ օգտվում է այն կլորիկ սեռի հացիկներից, այնպես որ Լուսինե ջան, վաղը կուտենք։ կարող ես օգտվել։ Ոնց որ վաբշե ուրիշ խմորից լինի այդ սեռի կլորիկները։ Ես առնում էի Վանաձորի առաքիչներից, բայց հենց տեսա Գոհարը թխում է, սկսեցի առնել Գոհարի թխածները, որովհետև ավելի համով էր։ Այո, այրում ես էլի, ոչ մի ավելորդություն մեջը չի պարունակում։ Էլ չպետք է համով լինի, ներք են գցում, գույնն են մուքացնում, որ դու էլ գիտես թե բա սեռի է, ոչ, ներքեր է բոլորի մեջ։ Իսկ ինչի փչացնել, ինչի տենց անել, եթե կա նորմալ է, եթե կարաս առանց որևիցե ավելորդ հավելումների անես։ Ուսանկաներս արդեն ահագին բարձացել են, էլի, լավ է։ Գցում ենք մատնաքաշները։ Հակը սև ալիվ ենք անում, որպեսզի չկպնի թից, հետո տեսակ ոնց չորկեցի։ Բարի գիշեր։ Մատնաքաշների աշխարհ։ Հրազան չես անելու, Գոհար։ Անելու եմ, հիմա մատնաքաշը պրծնեմ։
Նոր։ Ամբողջ գիշեր սիրելի հետևորդներ պետք է հաց թխեմ։ Հիմա ժամը 12-ն է մոտ գալիս, ես դեռ այստեղ եմ, ուլը մինչ ամբողջ գիշեր հաց եմ թխելու, որովհետև կապվերները շատ են և չենք հասցնի վաղը առավոտյան։ Որպեսզի առավոտյան արդեն խանութներում է խնդիր չառաջանա հացը ունենանք։ Օրորի շատանıma չէ գոհար։ Օրորի շատանıma չէ։ Ուրախ չես գոհար։ Ուրախ ենք, շատ ուրախ ենք։ Թող շատանա, մենք պատրաստ ենք աշխատելու Հայք։ Ինչպես որ մեծ սիրով անում եմ, ես ամեն աշխատանքն է մեծ սիրով եմ անում Հայք, դու չգիտես, որ դա տենց է։ Փուչիկներն եմ այսպես ծակում, որ անիմաստեղը փուչիկ չտավրեն, հետո ջարդվի։ Դա չեմ կապկցեմ, ես պատճառով նեղված կա իմ համար։ Նայում եմ խոմորը չգա, հապվի, պետք է պտտեմ, սեք արդեն մի քիչ մնում է, տեղը տաքել, սկսում անմիջապես փուչիկներ դնել։ Փուչիկները պետք է ծակել։ Մնացած վերջինը գցեմ, հետո նորից գնդեմ ու այդպես շարունակ, մինչև որ վերջացնեմ խմորը։ Այնտեղ արդեն թոմփոլիկները թխվում են, տեսեք մեջը ուռել են, թոմփոլ մեր հացերը և թխվում են։ Հիմա երևի էլի գնդենք, որովհետև քիչ է գնդը, խմորը որպեսզի վերջանա ել։ Մի րոպե մի հատ էս մի խմորը պտտեմ։ Իրան նստացնում ենք, սա երկրորդ պտույտն է, երրորդից արդեն պետք է հանեմ լցնեմ այն մեծ ամանի մեջ, արդեն պատրաստ կլինի, տեսեք, խմորը ինքը լավ բավականի եկել է։ Դուրս են գալու մեր հրաշք մատնակաշները, տեսեք, թե ինչ գեղեցիկ մատնակաշներ ենք։ Ահա։ Տեսեք ինչ լավ դուրս է գալի, սիրուն մեր մատնակաշները։ Ահա, հիմա չոտկում ենք տակը։ Տեսեք ինչ լավն է։ Պետք է լավ չոտկենք, որպեսզի ալյուրը, սև ալյուրի վրա այնտեղ բարձում տակից ալյուրը լավ դուրս գա, որպեսզի խնդիր չառաջանա։ Այսպես։ Տենում եք ինձ սիրուն մատնակաշները, արտատակ, մեկը մեկից սիրուն։ Դե հայ, դուրդ գալիս է, հա։ Այդ եմ տանեմ հետս։ Ուրս մի հատ, արի տես ինձ սիրուն հացեր եմ ուշել, լուս մի հատ։ Ուրը պուպանգի։ Տակն եմ սակ լծեն, դեր, կլորներ, սաղ տեղ։